Բարև ձեզ, սիրելի աշակերտներ։ Մենք այսօր սովորելու ենք, թե ինչ է բառի արմատը։ Կարողանալու ենք դուրս բերել և առանձնացնել բառի արմատը։ Պատասխանելով մեր փոքրիկ հետազոտողների հարցերին և կատարելով մի շարք առաջադրանքներ, մենք կստանանք մեր հուզող հարցերի պատասխանները։ Եկեք նայենք նկարին և առաջադրված պատկերի միջոցով կազմենք նոր բառեր։ Ինչ բառեր ստացվեցին։ Արևային, արևոտ, արևիկ։ Ճիշտ է, կեցցես։ Իսկ ո՞րն էր այս բառերում հիմնական բառամասը։ Այս բառերում հիմնական բառամասն արևն է։ Ճիշտ է, սիրելի փոքրիկ, դու շատ ճիշտ կրահեցիր։ Ես արդեն նկատեցի, որ ձեզ դուր եկավ առաջադրանքը, եկեք շարունակենք։ Նայեք պատկերին և կազմեք նոր բառեր։ Ինչ բառեր ստացվեցին։ Ընկերուհի, ընկերություն, ընկերապար, ընկերական։ Կեցցես, սիրելի փոքրիկ, ևս մեկ անգամ ճիշտ կրահեցիր։ Իսկ կարող ես ասել, ո՞րն էր այս բառերում հիմնական բառամասը։ Այս բառերում հիմնական բառամասն ընկերն է։ Սիրելի փոքրիկ, դու կարծես սկսում ես ընկերանալ փոքրիկ հետազոտողների հետ։ Նայեք այս բառերին և ևս մեկ անգամ կազմեք նոր բառեր։ Ինչ բառեր ստացվեցին։ Մենք կազմեցինք մայրիկ, մայրենի, մայրական, մայրաբար բառերը։ Սիրելի փոքրիկ, արի վերջին անգամ կռահենք, թե ո՞րն է այս բառերում հիմնական բառամասը։ Այս բառերում հիմնական բառամասն մայրն է։ Սիրելի աշակերտներ, դուք պետք է հասկանաք, որ հիմնական բառամասերը դրանք բառի արմատներն են։ Նայելով աղյուսակին, մենք տեսնում ենք, որ ընդգծված բառերը դրանք բառի արմատներն են։ Բառի արմատները առանձին կարող են ունենալ իմաստ, և մենք այն արտասանելիս հասկանում ենք, թե ինչի մասին է խոսքը։ Սիրելի աշակերտներ, մենք գիտենք, որպեսզի ծառը կանգուն մնա, պիտի ունենա ամուր արմատներ, այդպես էլ բառերն են։ Բառերի հիմնական մասը կազմում են նրանց արմատները։ Նայելով նկարին, մենք տեսնում ենք, թե արմատից ինչ նոր բառեր ենք ստացել։ Այսպիսով եկանք այն եզրակացության, որ արմատը բառի հիմնական իմաստն արտահայտող մասն է, նրա վրա կառուցվում են այլ բառեր։ Հուսով եմ այսօրվա դասը ձեզ համար շատ օգտակար եղավ։ Շնորհակալություն։